Հորիզոնի գլխավոր թողարկումն է, բարև ձեզ։ Վարչապետն այսօր խորհրդարանում էր։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հիմնական զեկույցը։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։ Այս արձանագրումով է վարչապետը սկսում իր զեկույցը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով հետհեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար, ինչն արդյունքն է թալանի դեմ պայքարի։ Թալանված է յետ բերելու, հանցագործներին պատժելու հեղափոխական օրակարգը մոռացության մատնելը իշխանության հասցեին ամենահաճախ հնչող մեղադրանքն ու քննադատությունն է, նկատում է Փաշինյանը, բայց կտրականապես մերժում այդ քննադատությունը հետևյալ պատճառաբանությամբ։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունը այո տվել է թալանվածը յետ բերելու, հանցագործներին պատժելու խոստում։ Բայց հեղափոխությունը եւ անձամբ ես խոստացել ենք նաեւ, որ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանում վենդետաներ չեն լինելու, որ Հայաստանը լինելու է օրենքի եւ իրավունքի գերակայության երկիր։ Ուրեմն ինչպես ենք համատեղելու, այդ թվում է իրար հակասող օրակարգերը։ Իրականում օրակարգերը իրար չեն հակասում եւ մենք հենց այդ օրակարգերի իրակցմամբ ենք զբաղված եղել եւ շարունակում ենք դրանով զբաղվել, այն է բացառել վենդետաները, վերադարձնել թալանվածը, պատժել հանցագործներին եւ Հայաստանի Հանրապետությունը չդարձնել բեսպրեդելի սև խորշ աշխարհի քարտեզի վրա, այլ ընդհակառակը օրենքի գերակայությունը դարձնել անշրջելի եւ ինստիտուցիոնալ։ Սա հարցի իրավաքաղաքական եւ բարոյական կողմն է, ասում է կառավարության ղեկավարը, ներկայացնելով նաեւ գործնական կողմը։ Ըստ նրա, խնդիրն այն է, որ թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս, բարձես բեռնատարները եւ վերադարձնես, թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով։ 2019 թվականից սկսել ենք թալանի գործյան հանգույցը արձակելուն ուղղված համակարգ ձևավորել։ Այդ գործը արել ենք հետևողական ու սկզբունքորեն։ Այդ գործը հետևողականորեն շարունակել ենք COVID-ի համավարակի, պատերազմի, յետպատերազմյան ճգնաժամի, տարածաշրջանային էսկալացիաների, համակարգային թալանի դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի դիմադրության, աշխարհակարգի փլուզման, Հայաստանի ժողովրդավարական իմիջը միջազգայինորեն պահպանելու կենսական անհրաժեշտության պայմաններում, զուգահեռ տնտեսությունը աճեցնելով աննախադեպ չափերով 43.5%-ով։ Այս համատեքստում վարչապետն անդրադառնում է նաև դատաիրավական ոլորտում իրականացրած փոփոխությունների։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Հայաստանում այսօր գործող դատավորների կազմը մոտավորապես 60%-ով նշանակվել է 2018 թվականից հետո։ Բացի դա 0-ից նոր հակակոռուպցիոն դատարան է ստեղծվել։ Իսկ ապօրինի գույքի բռնագանձման համակարգի ներդրման արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք եւ դրամական միջոցներ։ Կառավարության ղեկավարն ընդգծում է նաև քաղաքացու լավ կամ վատ ապրելու չափանիշ ոչ միայն այն է, թե որքան է ինքնանձամբ վաստակում, այլև այն, թե որքան է ինքնանձամբ հարկ վճարում պետական եւ համայնքային բյուջե, որովհետեւ ըստ նրա հնարավոր չէ լավ ապրել ցեխակոլոր ճանապարհներ, մութ ու խավար փողոցներ ունեցող, ծառից ու ծաղկից զուրկ զբոսայգի ու պուրակ չունեցող, խմելու եւ ոռոգման ջրի համակարգեր, կոյուղի չունեցող բնակավայրերում։ Կապ չունի շաբաթը քանի անգամ ես մսով ճաշ ուտում։ Եթե ապրում ես այդպիսի ամբարիկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես։ Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր։ Եթե տեղ ես այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես։ Ուրեմն բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը արևից։ Կարելի է շաբաթը ոչ մի անգամ մսով ճաշ չուտել ու լինել շատ ավելի բարեկեցիկ համայնքում ունենալով կամ թաղամասում, լավ դպրոց, մանկապարտեզ, բարեկարգված փողոց ու զբոսայգի, բարեկարգ ու լուսավոր փողոց եւ այլն եւ այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է անվտանգությունը մարդու բարեկեցության առանցքային գործոններից է, հացին առնվազն հավասար։ Վարչապետը հիշեցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլում են։ Փաշինյանը հայտարարում է պատրաստ է Հայաստանի ժողովրդի անունից իր ստորագրությունը դնել համաձայնագրի տակ, մինչդեռ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։
Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, եւ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, Ադրբեջանի տարածքում փակելուն եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա Փաշինյանի խոսքով, եթե մեր սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը, որովհետև մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստ ուղարկել Հայաստանի սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը մեր սահմանադրության հետ ստուգելու համար։ Եթե բարձր դատարանը որոշի, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիրն ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի եւ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Վարչապետի գնահատմամբ պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիայի երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման կարեւորությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Էնդրյու Սկուբլիուսի հետ։ Նրանք քննարկել են պաշտպանության եւ ռազմարտությունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները։ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական ու ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները եւ ոլորտային առաջնահերթությունները։ Էնդրյու Սկուբլիուսն էլ ներկայացրել է պաշտպանության ու ռազմարտությունաբերության ոլորտում Եվրամիության առաջնահերթությունները եւ դրան շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։ Խոսելով հաղորդակցության ապաշրջափակման գործընթացից, Արարատ Միրզոյանը ասել է, որ այդ նախագիծը տարածաշրջանային մակարդակով ունի լոգիստիկ պատկեր արմատապես փոխելու ներուժ։ Մենք գիտակցում ենք, որ ենթակառուցվածքների հապաշրջափակման պարագայում Հայաստանը լինելու է առաջին շահառուներից մեկը։ Մեր մտահոգությունն այն է, որ ադրբեջանական կողմի մոտեցման մեջ որոշ նշաններ կան, որոնք կարող են ընկալվել որպես արտատարածքային վերահսկողության բաղադրիչներ։ Այդպիսի միջանցքի տրամաբանությունը, որը ենթադրում է որոշակի սուվերենության սահմանափակումներ, մեզ համար անընդունելի է։ Օրինակ, ես կարծում եմ, սա կարող է հետաքրքիր լինել նաև թուրքական հասարակության համար։ Մենք առաջարկել ենք Ադրբեջանի Հանրապետությանը բացել երկկողմ երկաթուղային ենթակառուցվածքները, այսինքն այնպես անել, որ երկու կողմերը կարողանան լիարժեք օգտագործել միմյանց երկաթուղային ցանցերը։ Մենք նաև համոզված ենք, որ հաղորդակցության ապաշրջափակման այս գործընթացը կտանի դեպի տարածաշրջանային փոխկապակցվածության ամբողջական վերականգնում, այդ թվում երկաթուղային կապի վերագործարկում Հայաստանի եւ Թուրքիայի միջև։ Եվ մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ հարցում։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ եւ իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար։
Հունգարիան կրկին խոչընդոտում է Հայաստանին ռազմական հարցերում Եվրամիության կողմից օգնության ցուցաբերմանը։ Պաշտոնական Բուդապեշտը շարունակում է իրեն դրսևորել որպես Ադրբեջանի շահերի պաշտպանը Բրյուսելում եւ Ստրասբուրգում։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչպես են գնահատում այս ամենը եվրոպական մայրաքաղաքներում։ Հիշեցնեմ, անցած ամիս Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր ներկայացուցիչ Կայա Կալասը առաջարկել էր Եվրամիության անդամ պետություններին քննարկել Հայաստանին Եվրամիության խաղաղության հիմնադրամից եւս 10 միլիոն եվրո հատկացնելու հարցը։ Հայաստանի արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար է այս գրանտը առաջարկվում եւ ըստ ընդունված կանոնի բոլոր անդամ պետությունները պետք է դրական եզրակացություն ունենան, որպեսզի նախաձեռնությունը ի կատարածվի։ Եվ ոնց հասկանում եմ, Հունգարիան այս հարցում կրկին վերապահումներ ունի եւ այս հարցը նաեւ քննարկվել է Լյուքսեմբուրգում, ուր երեք հավաքվել էին Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարները։ Ոնց հասկանում եմ, այս հարցին հատուկ անդրադարձ է եղել եւ ոչ մի որոշում կայացնել չի հաջողվել։ Ըստ որոշ, իհարկե, ոչ պաշտոնական տեղեկությունների, Հունգարիան կրկին օգտվել է վետոյի իր իրավունքից։ Պետք է ընդգծեմ, որ մի քանի օր առաջ կամ մի քանի շաբաթ առաջ, մարտի 24-ին, եթե չեմ սխալվում եմ, Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել հունգարացի իր գործընկերոջ Պետեր Սիարտոյի հետ, ենթադրում եմ, որ քննարկվում էր նաև այս հարցը, բայց ոչ մի առաջխաղացում այս հարցում չկա։ Հիշեցնեմ, նույն կեցվածքն էր Հունգարիան դրսևորել անցած տարի, երբ նույնպես քննարկվում էր Եվրամիության խաղաղության հիմնադրամին Հայաստանին եւս առաջին 10 միլիոն այդ դոլարի եվրոյի հատկացման հարցը։ Այն ժամանակ Հունգարիան պատճառաբանում էր, որ եթե Հայաստանին տրվում է, ուրեմն թող Ադրբեջանին էլ հատկացվի։ Փոքրինչ անտրամաբանական պահանջ է, եթե նկատի ունենանք, որ այս գրանտի նպատակն է օգնել Հայաստանին դիմադրել արտաքին սպառնալիքների։ Անտրամաբանական է, երբ օգնում են միաժամանակ եւ զոհին եւ նրա վրա հարձակվողին։ Մյուս կողմից մի պետություն, որի ռազմական բյուջեն 4 միլիարդ դոլար է, հազիվ թե կարիքն ունի ինչ-որ 10 միլիոն եվրոյի։ Ինչևէ, այն ժամանակ եվրոպացիները զիջեցին հունգարացիների ճնշմանը եւ պահանջին, սակայն ոնց հասկանում եմ, այս անգամ սկզբունքայնություն են դրսևորում եւ պահանջում են, որպեսզի Հունգարիան հրաժարվի իր վետոյից։ Արտյոմ, ինչով է պայմանավորված Հունգարիայի այս պահվածքը։ Դե Հունգարիան վաղուց արդեն Ադրբեջանի այսպես ազդեցության գործակալի դերն է ստանձնել Եվրոպայում։ Պատճառը, հավանաբար գլխավոր պատճառը նավթային եւ գազային կախվածությունն է, որը Բուդապեշտը ունի Բաքվից։ Ժամանակին Հունգարիայում փորձեցին Հայաստանի այսպես ցուցադրական դրական բարի կամքի դրսևորում, այսպես հանդիսացող քայլեր ցուցադրել Ռամիլ Սաֆարովի այդ սկանդալային պատմությունից հետո, դե Հունգարիայի միջնորդությամբ ադրբեջանցիները 5 ռազմագերին հանձնեցին Հայաստանին, Հունգարիան մոտ 1000 արցախցի փախստականների երեխաների ամառային ճամբար ուղարկեց իր տարածքում, Կարմիր խաչի Հայաստանի ընկերությանը Հունգարիան ինչ-որ գումար էր հատկացրել փախստականներին օգնելու համար, Բուդապեշտում հայկական եկեղեցին էին վերանորոգել, բայց սրա հետ զուգահեռ Բուդապեշտը շարունակում է այսպես տարօրինակ կեցվածքը իր այդպես ցուցաբերել, օրինակ նախանցած տարի կրկին օգտագործել էր վետոյի իր իրավունքը, երբ քննարկվում էր Եվրամիությունում ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ դատապարտող այդ բանաձևը։ Արդյունքում Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր ներկայացուցիչը իր անունից տարածեց այդ հայտարարությունը եւ կշիռը այդ փաստաթղթի դրա հաշվին նվազեց։ Կամ օրինակ անցած տարի ֆրանսիական Լապինիոն թերթը վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները դիվանագիտական բնագավառում հայտնել էր, որ Ֆրանսիան ու Նիդերլանդները առաջարկել էին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել Արցախի դեմ ագրեսիայի պատճառով, սակայն Հունգարիան եւ Ռումինիան կրկին օգտագործել են վետոյի իրենց իրավունքը։ Արտյոմ, արդյոք Հունգարիայի համար Ադրբեջանը այդքան մեծ նշանակություն ունի։
Իրականում ոչ այդքան, պարզապես սա եւս մեկ հնարավորություն է Հունգարիայի կողմից հակադրվելու Եվրամիությանը։ Հունգարիան ձգտում է ցանկացած առիթ օգտագործել Եվրամիությանը հակադրվելու, դե իսկ գլխավոր խնդիրը իհարկե Ուկրաինան է, Ուկրաինայի եվրոինտեգրումն է, Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերումն է եւ Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցներն են։ Հենց այս հարցերում է, որ Հունգարիան, այսպես բացահայտ հակադրվում է Եվրամիության անդամ մյուս պետություններում, ըստ էության ստանձնելով 5-րդ Շարասյան դերը, ինչը իհարկե դուրս չի գալիս Եվրոպայում շատ-շատերին։ Դա էր պատճառը, որ անցած տարի Բելգիան, որ այդ ժամանակ նախագահող պետություններ Եվրամիությունում, առաջարկել էր վերանայել կանոնադրությունը, մասնավորապես 7-րդ կետը կանոնադրության, որը նաև հենց ենթադրում է այդ վետոյի իրավունքը։ Այսինքն, նպատակն էր զրկել Հունգարիան վետոյի իր իրավունքից, ահա այսպես հեշտ օգտվելու հնարավորությունից։ Հարցը ոնց հասկանում եմ դեռևս քննարկվում է եւ եթե այդպիսի լուծում ի վերջո տրվի, կարծում եմ Հայաստանին ավելի հեշտ կլինի շարունակել իր դիվանագիտական աշխատանքը եվրոպական ուղղությամբ, բայց այստեղ նաև բարդություններ կան, քանի որ ըստ որոշ տեղեկությունների Սլովենիան է խանգարում դրան կամ վատագույն դեպքը Սլովենիան կարող է դառնալ երկրորդ Հունգարիան։ Դա հաշվի առնելով հավանաբար Եվրամիության գերտերությունները ձգտում են պես երկխոսության ճանապարհով հարցը լուծել եւ ժամանակ են ձգում, կարծում եմ հաշվի առնելով այն, որ գալիք տարի Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են, իսկ Վիկտոր Օրբանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել եւ ամեն ամիս ել ավելի է նվազում։ Երկու շաբաթ առաջ Հունգարիայի մայրաքաղաքում մեծ բողոքի ցույց էր, որի ներկայացած մասնակիցները պահանջում էին արտահերթ ընտրություններ եւ վարչապետի հրաժարական։ Այս սցենարը եւս կարող է իրատեսական լինել, հավանաբար Բրյուսելում եւ Ստրասբուրգում սպասում են ահա այս հարցի հանգուցալուծմանը, որից հետո կորոշեն թե ինչպես են վարվելու Հունգարիայի հետ։ Շնորհակալություն, Արտյոմ։ Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետ արտաքին եւ եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը։ Վաղը արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Տանյա Ֆայոնի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչները Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել Իրանի Նորդուս անցման կետի անձնակազմի հետ։ Հանդիպմանը ներկա եղել նաև ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, նաև Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսը։ Հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր, դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, նաև անցակետի մուտքի եւ ելքի ընթացակարգերի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաև մաքսային գործառույթների եւ հսկողության արդյունավետության բարձրացման ուղղված աշխատանքներին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սլովենիայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը։ Մեր ընտրանին առաջնությանը մասնակցել է 7 ըմբիշով, որոնցից 3-ը արժանացել էին մեդալների։ Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը նվաճել էին արծաթե, իսկ Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալներ։ Ըմբիշները իրենց ելույթների մասին պատմել են այսօր հրավիրված մամուլի ասուլիսում։ Եվրոպայի առաջնությունից մեդալով վերադառնալը հեշտ բան չի, ու Արսեն Հարությունյանը, Թևանյան, Վազգենն ու Անդրեասյանը պարտվել են աշխարհի չեմպիոնների, օլիմպիական չեմպիոնների ու հավասար պայքարում ես կասեի, որ ավելի լավ կարային շատ քիչ էր մնացել, որ իրանք կարային հաղթեին, հույսով եմ մյուս անգամ մենք արդեն կհաղթենք եւ կուրախացնենք մեր ժողովրդին։ Ես լավ մարզավիճակում եմ ելել Եվրոպայի առաջնությանը, ինչ-ինչ պատճառներով մի քիչ չհերիքեց, որ կարողանայի 5-րդ ոսկին նվաճեի, բայց ամեն հաղթանակի հետևում պարտություն է թաքնված, ամեն պարտության հետևում մեծ աշխատանք ու մենք շատ ունենք աշխատելու տեղ, կարևորը այս պարտությունից հետո ես հասկացել եմ, թե որն է իմ սխալը ու
կա աշխատելու տեղ, պետք է աշխատենք, որ աշխարհի առաջնությանը ավելի լավ մարզավիճակում ներկայանանք։ Այս անգամ քաշումս երկու ուժեղագույն մարզիկներ էին մրցում, ալբանացի ներկայացնող ըմբիշը, Ալբանիան ներկայացնող ըմբիշը աշխարհի չեմպիոն էր, կիսաեզրափակիչում նրան հաղթեցի։ Եզրափակիչում էլ արդեն օլիմպիական խաղերի չեմպիոնի հետ էի մենամարտում։ Եզրափակիչս կառանձնացնեմ, ճիշտ է, եզրափակիչում պարտվել եմ, բայց լավ գոտեմարտ եմ վարել։ Պատրաստվել ենք, որ ավելի լավ մեդալներ լիներ, ինչ խնդիրներով չստացվեց, հենց անենք մյուս անգամ, որ ավելի լավ ստացվի, սխալների ուղումներով։ Ընդհանուր առմամբ ուրախ եմ, որ կարողացել եմ մեդալ նվաճել, սակայն բրոնզի համար չէի գնացել մրցաշարին։ Պատրաստվել էի, կարծում եմ լավ պատրաստվել էի, որպեսզի կարողանայի ոսկի նվաճել, սակայն չստացվեց, չեմ հուսահատվում, որովհետև վստահ եմ, որ առաջիկայում կլինեն հնարավորություններ ապացուցելու եւ ցույց տալու, որ կարող ենք ավելին անել։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո մենք վերադառնանք այլ տեղեկատվությամբ։ Եթերում հեռանկարն է։ Օրեր առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացված էին Անտալիայի դիվանագիտական ֆորումում։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին անդրադառնալիս Ադրբեջանը դարձյալ Հայաստանի սահմանադրության հարց առաջ քաշեց։ Դեռ ավելին, խաղաղություն պահպանելու փոխարեն Ադրբեջանը սահմանին լարվածություն է առաջացնում։ Այս եւ դրան առնչվող հարցերը քննարկեն քաղաքական գործիչ դիվանագետ Արման Մելիքյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան, մեր հրավերը ընդունելու համար։ Մենք լսեցինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ասում են համաձայնեցված է խաղաղության պայմանագրի տեքստը, բայց ինչպես տեսնում ենք իրադարձությունները խոսում են այն մասին, որ խաղաղությունը այնքան էլ մոտ չէ, ստորագրումը նկատի ունեմ։ Արդյոք սա փակուղի է։ Տվյալ դեպքում այս ժամանակահատվածի համար առնվազն կարծում եմ մոտ 1 տարի է այս հարցում որևէ առաջընթաց չի գրանցվի, ճիշտ է, կողմերը համաձայնեցրել են համաձայնագրի դրույթները, բայց Ադրբեջանի համար համաձայնագրի շրջանակից դուրս խնդիրներ կան, որոնք նախապայման են, դրանց լուծումը նախապայման է համաձայնագիրը ստորագրելու համար, որոնցից մեկը Հայաստանի սահմանադրական փոփոխություններն են։ Հայաստանի իշխանություններն էլ ասում են, այո, մենք պատրաստ ենք, մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Ճիշտ է, մենք դա չենք կապում Ադրբեջանի պահանջների հետ, բայց այդ սահմանադրությունը պետք է փոփոխվի։ Բայց կարծում եմ, որ այդ սահմանադրական փոփոխությունների գործարկման փուլին այսօրվա իշխանությունը կհասնի միայն հերթական կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, եթե կարողանա պահպանել իր իշխող դիրքը։ Այսինքն մինչ այդ սահմանադրության հետ կապված փոփոխությունները կարծում եմ, որ իրատեսական չեն, ավելին գտնում եմ, որ վարչապետ Փաշինյանը հենց սահմանադրությունը փոխելու իր խոստման հետ է կապելու նաև կրկին իշխանության մնալու նախապայմանը։ Այսինքն դրա համար կստանա արտաքին աջակցություն։ Հիմա սահմանադրության մասին հայտարարությունները Ադրբեջանի արդյոք միակ նախապայմանն են։ Ի վերջո մենք տեսնում ենք նաև Մինսկի խմբի հետ կապվածը, թեև դա մենք ավելի ուշ կքննարկենք։ Արդյոք դա վերջն է, այդ նախապայմանները առաջադրելու։ Չեմ կարծում, որ վերջն է, բայց ինչ վերաբերում Մինսկի խմբին, ապա Մինսկի խումբը այն միակ միջազգային հարթակն են, ըստ էության, որը Արցախի հիմնախնդիրը կենթանի է պահում արդեն իսկ իր գոյությամբ միայն։ Այսինքն սա այն իրավական հիմքն է, որի վրա հետո այս խնդիրը վիճարկող նույն Արցախի ներկայացուցիչները կարող են վերակենդանացնել հարցը։ Բայց իհարկե Հայաստանը արդեն ասել է, որ Արցախի ինքնալուծարման ճակերտավոր այդ դեպքից հետո Արցախի
խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգից դուրս է մնացել։ Այսինքն Հայաստանի գործող իշխանությունները այսպես թե այնպես չեն ցանկանում այս խնդրին անդրադառնալ, թեև նախապայման են անում, որ Մինսկի խմբի լուծարմանը կողմ կլինեն, եթե համաձայնագիրը միջպետական ստորագրվի եւ նաեւ սահմանները հաստատվեն երկու կողմերից, այդ դեպքում Մինսկի խմբի գոյությունը ըստ պաշտոնական Երևանի եւս անիմաստ է լինելու։ Բայց կարծում եմ մարդիկ իրենց օրվա հոգսերով են ավելի շատ ապրում եւ շատ առաջ նայելու ոչ ցանկություն, ոչ ժամանակ, ոչ կարողություն ունեն։ Դրա համար ունենք այն ինչ ունենք եւ սա այսօրվա խնդիր չէ։ Սա վաղուց խնդիր է, միգուցե անգամ 2 տասնամյակի առնվազն։ Իսկական որտեղ է եղել սխալը, որ այդ խնդիրը եկել հասել է այսօրվա։ Ինչպես պիտի լիներ ընթացքը, որպեսզի այսօրվան նման իրավիճակ չստեղծվեր։ Դրա համար Արցախի միջազգային սուբյեկտայնության ուղղությամբ անհրաժեշտ էր քայլեր ձեռնարկել, անհրաժեշտ էր նաև թարմացնել սեփական բանակցային օրակարգը, չհասնելով մադրիդյան սկզբունքներին։ Այդ հնարավորությունը կար, առաջարկները եղել են, գոնե ամենայն դեպս ես եւ իմ աջակիցներս ելնում ենք նրանից, որ պատերազմի արդյունքում առաջին Արցախյան պատերազմի արդյունքում ճիշտ է բռնի, բայց տեղի ունեցել տարածքների եւ բնակչության փոխանակում եւ մարդկանց պետք չէ, չի կարելի նորից ենթարկել նոր տանջանքների, այսինքն մարդիկ, ովքեր որ հեռացել են Արցախի վերահսկողության տակ անցած տարածքներից, նրանց կարող է վերապահվել այն ունեցվածքը եւ գույքը, որ թողել են Ադրբեջանի հայերը, Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլուր եւ դրա փոխարեն որպես իրենց կորուստների մասնակի փոխհատուցում ստանային Արցախում համապատասխան հողատարածքներ, որոնք կուզեին կապրեին այդտեղ, չէ, կվաճառեին ամեն դեպքում դա կլիներ իրենց իրավունքը, իսկ Արցախի պետականությունն էլ կլիներ այդ մարդկանց իրավունքների պաշտպանության երաշխավորը, բայց հայկական կողմերը նախընտրեցին շարժվել մադրիդյան սկզբունքների ճանապարհով, իսկ այդ սկզբունքները Ադրբեջանին հնարավորություն տվեցին լրացուցիչ ժամանակ ձգել, զինվել եւ գործը փոխադրել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիայի տիրույթ եւ դրանով հարցը փակեցին, այսինքն դրանով քաղաքական եւ իրավական մակարդակում արդարացրեցին հետագայում խնդիրը իրենց օգտին ուժով լուծելու հարցը։ Պարոն Մելիքյան, եթե կային սեղանի վրա այդպիսի առաջարկներ, որն էր դրդում գնալ դեպի մադրիդյան սկզբունքներ, որոնք կարող էին այդ փոփոխությունները հարցը պետք է տակ Հայաստանի այն ժամանակվա իշխանություններին, Արցախի իշխանություններին, թեև իմ հրաժարականի պատճառը վերջին պաշտոնից հենց այն էր, որ մադրիդյան սկզբունքների ճանապարհը ընտրվեց, որի հետ ես կտրականապես համաձայն չէի եւ նախընտրեցի մեր նախապատրաստած քաղաքական օրակարգը ներկայացնել նախագահական առաջին 2008 թվականի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Որքանով է Ադրբեջանից եւ Հայաստանից կախված ընդհանրապես Մինսկի խմբի լուծարման հարցը։ Դե Հայաստանի վարչապետին դա հետաքրքիր չէ։ Կարևորը որ այս դեպքում կկատարվի Ադրբեջանի առաջադրած պահանջը։ Այսինքն այստեղ այսպես թեթև քաղաքական խաղիկ է տրվում։ Իհարկե դա կախված չէ Հայաստանից եւ Ադրբեջանից, Հայաստանի եւ Ադրբեջանի խոսքը միգուցե լսեն, բայց այն որոշիչ չի լինելու։ Ի վերջո եղել է եւ կա նաեւ քանի կա Մինսկի խումբը կա Արցախի գործոնը եւ այստեղ Արցախի ձայնն էլ ինչ որ ձևով կարող է լսելի դառնալ, եթե իհարկե Արցախի քաղաքական վերնախավ դեռևս չդարձած նախկին չինովնիկությունը փորձի այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր կատարել։ Գործնականում Մինսկի խումբը կարծես թե չի գործում արդեն երկար ժամանակ եւ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ռուսաստանը առաջնորդությունը ըստ էության վերցրեց այստեղ, մի կողմ թողեց Մինսկի խմբի այդ համանախագահության ձևաչափը։ Էլ չեմ ասում, որ Ուկրաինայի պատերազմից հետո ընդհանրապես նրանք չշփվեցին։ Հիմա այդ պայմաններում ըստ էության գոյություն չունի։ Հիմա պահպանել կամ չպահպանել է ինչ իմաստ ունի։
Մինսկի խմբի գոյությունը Արցախի խնդրի գոյության իրականությունը ապահովող գործոն է։ Այդքանով անկախ այդ Մինսկի խմբի համանախագահների կամքից Մինսկի խմբի գոյությունը Արցախի խնդրի գոյությունն է ապահովում քաղաքական եւ իրավական հարթություններում։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը կարճած է այդ մտքից, որ ամեն դեպքում Մինսկի խումբը լուծարվի։ Այո, որովհետև միջազգային այդ միակ հարթակը, որը ապահովում է Արցախի խնդրի իրավաքաղաքական գոյության հնարավորությունը, խանգարում է Ադրբեջանին իր սկսած գործը վերջին հասցնել։ Այսինքն անգամ Արցախի պետականության ֆիզիկական բնաջնջումը Արցախի տարածքում եւ բնակչության արտաքսումը Արցախի հարցը չփակեց։ Եվ սա Բաքվում գիտակցում են։ Դա է պատճառը, որ փորձում են արդեն Հայաստանի նաև միջոցով խնդիրը փակել, բայց այդ խնդիրը չի կարելի, հնարավոր չէ փակել։ Հնարավոր կլինի փակել, եթե լուծարվի ԵԱԿ-ն ինքը։ Որոշ ժամանակ առաջ Շվեյցարիայում ընդունվեց փաստաթուղթ, որտեղ արցախցիների վերադարձի իրավունքի մասին էր խոսվում։ Ֆրանսիան է պարբերաբար այդ մասին խոսում։ Այս ամենը բացի հայտարարություններից ուրիշ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Առայժմ ոչ մի եւ անգամ այդ հայտարարությունները իրենց մեջ քաղաքական բաղադրյալ չեն պարունակում, որտեղ խոսքը մարդասիրական իրավունքի շրջանակներում է դիտարկվում, մարդու իրավունքների շրջանակներում է դիտարկվում իր հողում իր տանը ապրելու, բայց այդ հողի քաղաքական կարգավիճակի խնդիրը այդպիսով չի արծարծվում որևէ մեկի կողմից առայժմ եւ այն կդառնա դիտարկման առարկա միայն այն դեպքում, եթե Արցախի պետականությունը կենթանության նշույլներ դրսևորի։ Առայժմ այն կարծես թե մահացած է եւ Արցախի ինքնիշխանության փոքրիկ դրսևորումներ հասարակական մակարդակում են ի հայտ գալիս առայժմ։ Պետականությունը գերադասում է անշունչ սուտ մեռուկ ձևանալ, դուրս կգա այդ վիճակից թե չէ, չգիտեմ, բայց բոլոր դեպքերում այն բազմաթիվ սխալներն ու բացթողումները, որ տարիների ընթացքում կուտակվել են հենց Արցախյան պետականության գործունեության տիրույթում, այսօր վտարանդի արցախահայության առջև մեծագույն խնդիրներ են առաջացնում նույն օրինակ կարգավիճակի առումով, որտեղ կարծես Հայաստանում լիարժեքորեն ինչ որ բան անելու, գույք ձեռք բերելու եւ այլն դրա համար կարծես թե նախապայման է Հայաստանի քաղաքացիության ձեռքբերումը, ինչը տարօրինակ է, որտեղ այդ մարդիկ ունեցել են Հայաստանի քաղաքացու նմուշի փաստաթուղթ, անձահաստատող իրենց ձեռքին։ Բայց այդ փաստաթուղթը անվավեր է ճանաչվում, փոխարենը առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Դեռևս 2005 թվականին կրկին իմ թիմի կողմից առաջարկվել է լիարժեք Արցախի քաղաքացիության մասին օրենք ընդունել եւ բնակչությանը ապահովել անձահաստատող փաստաթղթերով։ Դա այսօր այս խնդիրը ընդհանրապես կհաներ, որտեղ Արցախի պետականությունը այդ դեպքում կունենար իր անհատական կրողներին հանձինս այդ փաստաթղթերի տերերը։ Այն ժամանակ դա չարվեց։ Իդեպ էլի ուշ չի։ Եթե ուզում են վերակենդանանալ, կարող են նման բան անել։ Արցախը երկքաղաքացիության իրավունք է տալիս քաղաքացիներին, այսինքն այդ դեպքում ընդունելով Հայաստանի քաղաքացիությունը չեն կորցնի Արցախի քաղաքացիությունը, Հայաստանը եւս ճանաչում է երկքաղաքացիության իրավունքը, այսինքն քաղաքացիության տրամադրման դեպքում արցախցիներին պարտադիր չէր լինի պահանջել, որ նրանք հրաժարվեն իրենց Արցախի քաղաքացիությունից, այն էլ այն դեպքում, որ Արցախը ճանաչված չէ եւ ճանաչված չէ նաեւ Հայաստանի կողմից, բայց այդ ակտը ինքնին կրկին իրավաքաղաքական հետևանքներ ունեցող գործողություն կարող էր լինել այն ժամանակ եւ կլինի այսօր, եթե այն իրականացվի։ Իրականանալի է դա։ Կարող են բազմաթիվ մտքեր լինել, բայց իրականում դա հնարավոր է թե։ Իհարկե հնարավոր է։ Ոչ մի անհնար բան չկա այդտեղ։ Իհարկե հնարավոր է։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ազգային ժողովը ընդունի համապատասխան օրենքներ, հաստատի անձահաստատող փաստաթղթերի ձևաթղթերը եւ բաժանի դրանք քաղաքացիություն հայցող
կամ սեփական քաղաքացիությունը վերահաստատող Արցախի քաղաքացիների։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել երբևէ Արցախի Հանրապետությունը, նման պարագայում հնարավոր է նման քայլի գնալ եւ ել չեմ ասում երկքաղաքացիություն ունենալ։ Այո, հնարավոր է Արցախի քաղաքացու համար գոյություն կունենա ռեալ երկքաղաքացիություն, այսինքն Արցախի քաղաքացիությունը իր եւ Հայաստանի քաղաքացիությունը, իսկ Հայաստանի համար Արցախի քաղաքացիությունը գոյություն պարզապես չի ունենա, որտեղ Արցախը ճանաչված չէ Հայաստանի կողմից։ Բայց քանի որ մենք խոսում ենք հենց Արցախի միջազգային եւ իրավական սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտության մասին, ուստի այդ դեպքում պարզապես Արցախը իր վերակենդանացման ուղղությամբ շատ կարևոր քայլ արած կլիներ պետության մակարդակում եւ քաղաքացու մակարդակում, որտեղ եթե քաղաքացին պահանջում է եւ իր կողմից պահանջված է նման փաստաթուղթ, հետեւաբար կա նաեւ քաղաքական սուբյեկտայնության վերակենդանացման խնդիր, անկախ նրանից այսօր Արցախցին իր հայրենի օջախում է թե ոչ։ Հիմա ըստ էության դուք հետևում եք նաև արցախցիների վերջին օրերի ակցիաներին։ Ձեր կարծիքը ինչպիսին է։ Այնտեղ առաջադրվում են տարբեր պահանջներ, որոնք են իրականանալի, որոնք իրատեսական չեն։ Ես ճիշտն ասած չկա պահանջ, որը իրագործելի չէ։ Ոչ խնդիրն այն է, թե համատեքստում այս պահին։ Ոչ խնդիրն այն է, թե ինչ գին պետք է վճարվի դրա համար եւ որ պահին։ Այն որ այդ մարդիկ ամեն ինչ կորցրել են, դա փաստ է։ Այն որ այդ մարդկանց դժբախտության վրա ով ասես ինչ քաղաքական դիվիդենդ ասես չփորձեց վաստակել, դա էլ է փաստ։ Եվ դեռ փորձելու են վաստակել։ Հետևաբար անհրաժեշտ է միմյանցից տարանջատել այն մանր քաղաքական շահերը, որոնք վերաբերում են անձերին կամ փոքրիկ քաղաքական խմբավորումներին, այն շատ ավելի ընդգրկուն շահերից, որոնք վերաբերում են շարքային մարդկանց եւ քաղաքացիներին։ Եվ այստեղից ելնելով պետք է մտածել ինչպես ապահովել այն, որ այդ մարդիկ պահպանեն Հայաստանում մնալու իրենց ցանկությունը, որովհետև անելանելի սոցիալական պայմանները դրդելու են նրանց արտագաղթի եւ նրանցից շատերը արդեն իսկ հեռացել են Հայաստանից։ Բայց դա դեռ կրիտիկական զանգվածը չէ։ Պետք է վերացնել ատելության խոսքը, որը փոխադարձ ատելության։ Իսկ դա արդեն վերնախավերի խնդիրն է, որտեղ այդ ատելության խոսքը գեներացնում են առաջնորդները ճակերտավոր։ Բայց դրա համար պետք է առաջնորդները գան ինչ-որ ընդհանուր հայտարարի, իսկ դա շատ քիչ հավանական է, որտեղ առաջնորդները իրենց արտաքին քաղաքական կողմնորոշումներում տարբեր ուղղություններով են նայում, կամ առնվազն մրցակից են եւ հետեւաբար այդ տեսանկյունից Հայաստանի բուն շահերից ելնելով գործելու կարծես թե ընդունակ չեն։ Նրանք պարզապես իրենց կողմնորոշումն են համարում Հայաստանի համար միակ բարիքը եւ պարտադրում են այդ բարիքը բոլոր մնացածներին։ Եվ դա ամեն դեպքում է այդպես, այսինքն կապ չունի դա իշխանություն է թե ընդդիմություն, եւ այստեղ է որ գալիս ենք ամենակարևորին։ Մեր քաղաքական մոտեցումները պետք է հիմնված լինեն մասնագիտական մշակումների վրա, ոչ թե այս կամ այն քաղաքական գործչի կամ թիմի արտաքին քաղաքական նախապատվություններին կամ նրան թե որ կողմից են իրենք ժամանակին կամ հիմա մինչև գումարներ ստանում եւ իրենց բարեկեցությունը դրանով ապահովում։ Այնինչ խոսում ենք միայն մեր շրջանակում չի մնում եւ այստեղ տարածաշրջանում շահագրգռություն ունեն տարբեր ուժեր, այդ թվում Թուրքիան, որը 44-օրյա պատերազմով ավելի մեծ ազդեցություն ունեցավ։ Հիմա Թուրքիայի հետ հարաբերությունների քննարկումը եւս ընթանում է զուգահեռաբար։ Թուրքիան կարող է ազդել Ադրբեջանի վրա, թե ի վերջո Ադրբեջանն է շարունակում ազդել Թուրքիայի գործողությունների վրա։ Ճիշտ ասած, երկուսի վրա էլ ազդողներ կան։ Այսինքն այդ առումով իրենք եւս իրենցից ավելի հզորների ազդեցության հաղորդիչներն են։ Բայց օրինակ Ադրբեջան-Թուրքիա տարբերակում Թուրքիան կարծես ավելի բարյացակամ է վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, բայց խնդիրը բարդում է Ադրբեջանի վրա, այսինքն Ադրբեջանը ավելի կոշտ է, Թուրքիան ասում է դե դուք պետք է Ադրբեջանի պահանջները կատարեք, որ ես իմ մեծ ցանկությունը ձեր հետ բարեկամանալու իրականություն դարձնեմ։
եւ բացեմ սահմանները, զարգացնենք տնտեսական հարաբերությունները, նվազի ռազմական հարձակման վտանգը թե Ադրբեջանի կողմից, թե Թուրքիայի կողմից եւ այլն եւ այլն։ Այսինքն ամեն ինչ այնքան փոխկապակցված է, փոխկապակցության մեջ է դրված, որ այս ամենից կարծում եմ, որ գործող իշխանությունը գլուխ անել չի կարողանա մի շատ կարևոր պատճառով։ Իրական որոշում կայացնողների հետ նրանք գործ ունենալու հնարավորություն չունեն։ Իսկ այդ որոշումները ըստ էության կայացվում են ոչ Անկարայում, ոչ էլ Բաքվում։ Ես նկատի ունեմ գլոբալ մակարդակին վերաբերող որոշումները, եւ այդ գլոբալ որոշումները իրենց պրոյեկցիան ունեն մեր տարածաշրջանում եւ կոնկրետ Հայաստանի վրա։ Եվ հիմա, երբ օրինակ խոսում ենք կոմունիկացիաների բացման անհրաժեշտության մասին, իրականում մենք ականատես ենք մի բանի։ Նույն ռուս-ուկրաինական պատերազմը հանգեցրել է օրինակ Չինաստանի Արևմտյան Եվրոպայի հետ ցամաքային կոմունիկացիաների ընդհատմանը, իսկ ցամաքային տրանզիտի 90%-ը Ռուսաստանի տարածքով էր գնում մինչ պատերազմը։ Հիմա ոչ մի երաշխիք չկա, որ նույն շահագրգռվածությամբ կամ Կենտրոնական Ասիայում կամ Հայաստան, Ադրբեջան, Իրան սահմանագլխին նոր արգելափակող այդ ճանապարհները, արգելափակող հակամարտություն չի ծնվելու։ Ընդ որում կարող են լինել մարտավարական տարբերություններ, այսինքն կարող է հակամարտությունը ծնվել հենց բուն, օրինակ Չինաստան, Ղազախստան կամ Չինաստան-Ղրղստան սահմանին, Ղազախստանում թեև ավելի հավանական է, որտեղ այնտեղ երկաթուղի կա, մյուս տարբերակը Հարավային Կովկասն ու Իրանն է, որում Իրանը այսօր շատ մեծ ճնշման տակ է եւ կարծում եմ, որ առաջնահերթություն է։ Այսինքն Իրանում կարող է իրավիճակը ներսից էլ պայթեցվել եւ այդ պայթեցումը աջակցվի նաեւ արտաքին կատալիզատոր ռազմական կոնֆլիկտներով, որոնցից մեկը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերսկսումը։ Շնորհակալություն, պարոն Մելիքյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը քաղաքական գործիչ, դիվանագետ Արման Մելիքյանն էր։